Երկու սրբազան կալանքի տակ են, ինչ կարծիք ունեք։ Իշխանության կողմից սրիկայություն։ Սխալ է, ինչ կարծիք։ Ցավալի է, բայց փաստ։ Ոչ մի պետության ղեկավար իրավունք չունի մտնել եկեղեցու մեջ իր կեղտոտ ձեռներով ու կեղտոտ ոտներով ու իր կեղտոտ քթով։ Եկեղեցին մեր արժե համակարգն է, մեր ազգային արժանապատվությունն է, մեր ամեն ինչն է։ Եկեղեցուն պետք է պահպանել, սիրել եւ հաճախել։ Ամոթ իրանք իրավունք չունեն ոչ մեկի տաթորի վրա նստի։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ ստանում է Թուրքիայից որոշել են, որ պիտի մեր եկեղեցին էլ սարքեն մուսուլմանական, դրա համար ինք ուզում է իր ձևով, իր մուսուլման անտես շներից մեկին բերի նստացնի շատ կներեք։ Ես ինքը չգիտեմ, թե որ հիմա խաչը պետք է պաշտեմ, թե լուսինը։ Որը պաշտեմ։ Այդ մարդու մասին մի խոսացեք, էլի վատ եմ զգում։ Նա չեմ ուզում խորանամ։ Նա կապիտուլանտն է, նա ինչ պիտի խորանամ ես նայդ։ Երկուսն էլ պետք է գնան տուն, վարչապետն էլ պետք է գնա տուն, կաթողիկոսն էլ։ Ուզում ասեմ, որ եկեղեցի հայոց համար շատ բանը, շատ կարևոր է։ Ինչ որ իրանք ասում են, ես չեմ էլ լսում ու չեմ էլ ուզում։ Սխալ են անում։ Սատանայություն է դա։ Սխալ, բացարձակ։ Չի կարելի։ Դրա տակ մենք հանդում ենք մեր եկեղեցին։ Սարքում են երկրորդ Ուկրաինա։ Դա ոնց ասեմ, թույլ մարդու խնդիր է դա։ Կոմպլեքսավորված даже մարդ բառը ես չեմ կարող ասեմ։ Այստեղ ասելիք չկա։ Я категорически против. Церковь – это то самое святое, что есть у народа. Это трогать нельзя. Ես դեմ եմ այդ ամեն ինչին։ Շատ վատ կարծիքի եմ, այդ հարցերը սենց չպետք է էլի լուծվեն, ամբողջ ժողովրդին խառնեն իրար տեղից, մենք առանց այդ էլ ոչ մի նորմալ բան չկա ստեղ էս կառավարության հետ մեկտեղ։ Աստծո գամքը թողալա, Աստված մեր հետն է, Աստված Փարիին հետն է, աղջիկս։ Փարին ինչ որ որոշ է, ուշ կամ շուտ պիտի լա։ Առաջ Աստված,